հանձնարարականները, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն քննարկվելուց հետո կընդունվեն արդյունավետ եւ օպտիմալ լուծումներ ու որոշումներ։ Լարվածություն կառաջանա, թե չէ, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ բոլոր կողմերը հաշվի առնելով հարցի որոշումները այնպիսին կլինեն, որոնք լարվածություն չեն առաջացնում։ Ինչից ելնելով պիտի լարվածություն չառաջանա, հա, մենք առանցել ենք աշխատատեղերի Խնդիր ունենք։ Դուք ինչ աշխատանքներ եք այսօր իրականացնում, որպեսզի կարողանաք դա առաջիկայում մեղմել։ Ինչ եք կարծում եմ, որ առաջարկել։ մենք բոլորս նաև այն կարծիքին ենք ու քննարկել ենք այդ հարցերը, նաև դուք եք հարցադրումները բարձրացնել, որ պետք է նաև աշխատանքների արտադրողականությունը ավելացվի, բարձրացվի եւ բնականաբար հարցադրումները միշտ համարել են ճիշտ, այդ թվում ուղղված պետական կառավարման մարմինների աշխատանքի արտադրողականությանը եւ դա նշանակում է, որ կոմպլեքս լուծման դեպքում բոլոր խնդիրները համապարփակ կլուծվեն։ Կա աշխատանքի կազմակերպման համապատասխան մոտեցումներ։ Եթե մենք այս փուլում խնդիրը դրել ենք, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետ, ավելի օպտիմալ կազմակերպենք, այստեղ բնականաբար այդ խնդիրների լուծման հետ կապված առաջանում են որոշակի մոտեցումներ, որոնց շրջանակներում ձևավորված առաջարկություններն ըստ էության կառավարությունը քննարկելու։ Այսինքն ասել, որ հաստիքը որևէ ավել է եղել, դա ճիշտ չեմ համարի, կհամարեմ ուղղակի, որ մենք այժմ աշխատանքի կազմակերպումը նոր հիմքերի վրա ենք դրել։ Ինչ տրամաբանությամբ է ընտրվելու, որ աշխատակիցներն են կրճատվելու։ Աշխատանքը որպեսզի ավելի արդյունավետ կազմակերպվի եւ այդ շրջանակներում որևէ աշխատանք կամ վերջնական արդյունք չտուժի։ Վարորդների աշխատավարձ, եթե չեմ սխալվում, շուրջ 80,000 դրամի։ Բանդախարար աշխատակիցների ովքեր որ մնալու են, աշխատավարձը նույնն է մնալու կրճատումներից հետո։ Դրանց վերաբերյալ որոշումները ժամանակին կայացվեն։ Ես կարծում եմ ամբողջական փաթեթն է ներկայացվելու կառավարության քննարկման։ Այսինքն ինչ քանակի կրճատումների մասին է խոսքը։ Այս պահին որևէ կոնկրետ տեղեկատվություն չեն կարող տալ, որովհետև փոխվարչապետը նշեց, որ վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվում բոլոր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, որոնք իրականացնեն մանրամասն վերլուծություններ, աշխատանքներ, ուսումնասիրություններ, որից հետո առաջարկությունները կներկայացվեն հանրապետության վարչապետին, կառավարության։ Ժամանակային որքան կարծում եմ առաջիկա ամիսների ընթացքում։ Ինչքան մեքենա կկրճատվի ձեր նախարարությունում ըստ ձեզ։ Մեր համակարգից կկրճատվի 41 մեքենա։ Դրանք համակարգի տարբեր ստորաբաժանումներին սպասարկող, այդ թվում պետական վճարողային կազմակերպություններին սպասարկող մեքենաներ։ Բանդախարար, իսկ այդ մեքենաները, որ կրճատվում են, հնարավոր է դժվարություններ առաջանա ձեր նախարարության աշխատանքում։ Հաշվի առնվել են այդ խնդիրները, որպեսզի աշխատանքին որևէ կերպ չխոչընդոտվի։ Այդ դեպքում ինչու է 41 մեքենան տարիներ շարունակ հարկատուների հաշվին, եթե չի խոչընդոտվել, ինչու է այդ մեքենաները բանդախարար։ Ես կարծում եմ, որ ցանկացած ժամանակահատվածի համար, երբ որոշումները կայացվում են, ելնում են տվյալ իրավիճակի նաև խնդիրներից, դրանց առաջնահերթություններից եւ դրանց լուծման կարեւորությունից։ Այս համատեքստում կարծում եմ, որ որոշումները ճիշտ են։ Օրինակ բավականին լուրջ, հա, մեծ մեգապոլիսի քաղաքապետը Բորիս Ջոնսոնը հիշում որ հեծանվով էր գործի գնում գալիս։ Միգուցե դուք կամ այլ նախարարները նույնպես փորձեք, ասենք, եւ բենզինի գումար կխնայվի եւ մեքենա։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում այդ խնդիրները այդպես է լուծվելու։